Գրիլ հավ տան պայմաններում, այո, հնարավոր է, եկեք միասին պատրաստենք։ Վստահեցնում եմ, որ մեկ անգամ այս բաղադրատոմսով պատրաստելուց հետո այլևս խանութից չեք գնի, անմահական է ստացվում։ Խրխրթան կեղև, անչափ հյութալի միս և այս ամենը հաշված րոպեների ընթացքում շատ ախորժելի է ստացվել։ Տեսեք, թե ինչ հեշտությամբ ոսկոր առանձնանում է մսից, միսը ստացվել է թելիկ-թելիկ և այս ամենը ընդամենը 35 րոպեի ընթացքում։ Պատրաստման համար մեզ անհրաժեշտ է 1 ամբողջական հավ և համեմունքներ։ Վերցնում ենք մեկական թեյի գթալ ծխեցված պապրիկա, կարմիր քաղցր պղպեղ, սև պղպեղ, աղ և սխտորի փոշի։ Իմ ձեռքի տակ եղած հավը կշռում է մոտ 1 կգ, ես օգտագործում եմ 1 թեյի գթալ աղ, իդեալական չափաբաժին է։ Բարեկամներ, ծխեցված պապրիկան հավին յուրահատուկ համ և բույր է հաղորդում և ստեղծում է գրիլի էֆեկտ։ Հավը նախապես լավ լվանում ենք, դնում ենք աղաջրի մեջ 15-ից 20 րոպե, չորացնում ենք, այնուհետև բոլոր կողմերից համեմունքներով պատում ենք։ Բոլոր կողմերից ձեռքով այսպես շատ լավ մերսում ենք, որպեսզի չհամեմված տեղ չմնա։ Ամրացնում ենք ոտքերը, թևերը և այսպես թողնում ենք մարինացվի առնվազն 1 ժամ։ 1 ժամ անց դնում ենք ճարպաճեռոցի մեջ, ջերմաստիճանը 200 աստիճան, թողնում ենք 35 րոպե։ Եթե ճարպաճեռոց չունեք, կարող եք պատրաստել նաև ջեռոցում, պարտադիր միացրեք օդափոխության համակարգը։ Մի փոքր բուսայուղ ենք ցողում, եփում ենք 15-ից 17 րոպե, այնուհետև շրջում ենք, այս անգամ եփում ենք մինչև պատրաստ լինելը։ Այս եղանակով պատրաստված գրիլ հավը համաչափ կարմրում է և արդյունքը ստացվում է գերազանց։ Յուղաթուղթ չենք օգտագործում, որպեսզի տաք օդը համաչափ տարածվի։ Հաշված րոպեներ և ստանում ենք կարմրաթուշ ծխեցված համով անչափ հյութալի գրիլ հավ։ Այսօր էլ հավի պատրաստման նման պարզ ու հետաքրքիր տարբերակ, դուք էլ փորձեք և անուշ արեք։ Առայժմ